Ողջույն, ես Գայանեն եմ։ Եվ ես Սամսոնն եմ։ Պատկերացրեք, որ հայտնվել եք այնպիսի մի իրավիճակում, երբ ունեք շատ վարկեր, արդեն սև ցուցակում եք, ձեզ անհրաժեշտ է գումար, սակայն բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները ձեզ այլևս վարկ չեն տրամադրում։ Իրականում Հայաստանում այսպիսի մարդիկ շատ են։ Եվ պատկերացրեք Facebook-ում պատահաբար մեկնաբանություն եք տեսնում հայ օգտատերերի կողմից գրված եւ այդ մեկնաբանությունում ասվում է, որ շատ լավ պայմաններով վարկ են առաջարկում։ Հիմա կկարդամ այդպիսի մեկնաբանություններից մեկը, ես գրում եմ այստեղ, որպեսզի տեսնեն բոլորը։ Տարիներ շարունակ օգտվել եմ հայկական բանկերից եւ որոնց շնորհիվ կուտակել եմ բազմաթիվ պարտքեր, բարձր տոկոսադրույքներ եւ սպասարկման վճարներ։ Ընկերներից մեկն ով ապրում է Ֆրանսիայում, ինձ ասաց, որ հնարավոր է վարկ օնլայն վերցնել միջազգային բանկից տարեկան 3% տոկոսադրույքով, եւ բնականաբար այսպիսի տոկոսը շատ գրավիչ կարող է լինել շատերի համար, եւ այստեղ մեկնաբանությունում ասվում է, որ այդ ընկերը ուղարկում է իրեն բանկի անունը, Կազդեն բանկ եւ Viber-ի համարը, եւ այդպես գրված է Viber-ի համարը։ Մեկ այլ մեկնաբանություն էլի հայ օգտատիրոջ կողմից գրված, այս հաղորդագրությամբ ես շնորհակալություն եմ հայտնում Կազդեն բանկին այն ամենի համար, ինչ նրանք արել են, մինչև իմ վարկը $35,000 ստանալը ես թերահավատորեն էի վերաբերվում, բայց հիմա ես վստահ կարող եմ ասել, որ իսկապես ստացել եմ Կազդեն բանկից վարկը։ Դա վստահելի ընկերություն է եւ ելի տրված է նույն Viber-ի համարը։ Իրականում այս բոլոր մեկնաբանությունների բովանդակությունը գրեթե նույնն է, ուղղակի մի փոքր տարբերվում են մեկնաբանության ձևերով եւ գրվում են շատ տարբեր օգտատերերի կողմից։ Պիտի նշեմ, որ այս մեկնաբանությունները տարածվում են այնպիսի խմբերում, որտեղ որ մարդիկ շատ են։ Առաջին հայացքից, երբ մտնում ենք այդ մեկնաբանությունները տարածող մարդկանց Facebook-յան էջերը, որևէ կասկածելի բան չենք նկատում, սովորական հայ օգտատերեր են իրենց նկարներով, ինչ-որ գրառումներով եւ այլն, այսինքն առաջին հայացքից որևէ կասկածելի կամ տարօրինակ բան չեն գտնում։ Մեզ վարկ հարկավոր չէր, բայց քանի որ անընդհատ այս մեկնաբանությունները հանդիպում էին տարբեր խմբերի, տարբեր գրառումների տակ, մենք ինքներս փորձեցինք վարկ ստանալ։ Իհարկե մենք որոշեցինք այս համարին գրել Viber-ով, նախ նշենք, որ մեզ շատ արագ պատասխանեցին, քանի որ գրեթե միշտ օնլայն էին։ Նախ գրել էինք լատինատար, մեզ խնդրեցին գրել հայատար, քանի որ իրենք ավտոմատ թարգմանություն էին օգտագործում եւ մեզ չէին հասկանում։ Հետո մեզ ներկայացրին վարկի պայմանները, հիմա կընթերցեմ դրանցից մի քանիսը։ Վարկառուն պետք է լինի 20-ից 60 տարեկան։ Տարեկան տոկոսադրույքը 3% է, ինչն իհարկե զարմանալի է եւ շատ գրավիչ առաջարկ է, քանի որ Հայաստանում այդպիսի պայմաններով վարկ հնարավոր չէ ստանալ։ Հաջորդ կետը վարկառուն կսկսի վճարել վարկը ստանալուց 3 ամիս հետո։ Պայմաններից մեկը նաև այն էր, որ վարկ ստացողը պետք է ներկայացներ իր անձնական եւ բանկային տվյալները։ Օրինակ մեզնից պահանջել էին անձնագիր, սոցիալական քարտ, բանկային հաշվեհամար, բնակության հասցե եւ բնակարանի սեփականաշնորհման վկայական։ Գումարը տալիս են MoneyGram-ի միջոցով, բանկային կամ փոստային փոխանցմամբ։ Եվ տրամադրվող վարկի չափը մինչև $60,000 կամ ավելին է։ Դրանից հետո մեզ տեղեկացրին, որ մինչև վարկը ստանալը անհրաժեշտ է իրավաբանական փաստաթղթերի համար որոշակի գումար վճարել։ Մենք նաև հարցրինք, թե ինչքան պետք է վճարենք օրինակ $5,000 դեպքում, մեզ ասացին, որ վճարի չափը $300 է։ Այս հետաքննության ընթացքում մենք զրուցել ենք տարբեր մարդկանց հետ, ովքեր որ փորձել են վարկ ստանալ։ Նրանցից մեկին օրինակ կասկածելի է թվացել Կազդենի կողմից առաջարկվող վճարման պայմանները, եւ նա չէր շարունակել գործընթացը, մենք զրուցել ենք նրա հետ։ Երկար SMS-ներ ենք իրար հետ փոխանակվել անգլերենով։ Ես իհարկե չես переводчик էի սաղանում։ Բայց ասենք իրանց գրածները բարձ թարգմանվում էր, ասենք տեն չի որ անհասկանալի բառերներ բալերի համարը չոտքի թարգմանվում էր։ Իրանց գրածը այն էր, որ $10,000 շատ ցածր տոկոսով, 10 տարվա մեջ $1,500 ընդամենը ավել փող, որը մի քիչ խելքի մոտիկ չի, հատկապես եթե 10 տարվա մեջ $1,500 փող եք տալիս եւ $300 սկզբից նախնական փող են ուզում։ Իսկ ձեզ ասել են, ուր պետք է ուղարկեք այդ գումարը, ինչ որ հաշվեհամար տվել են։ Ճիշտ ասած, չեմ հիշում տենց, ամենայն դեպս ուղղակի ինձ համար երկրորդ կասկածելին երևի կամ առաջի կասկածելին նա էր, որ
Երբ մտնում էին իրանք սայթում են դնում։ Դուք Viber-ով եք հաղորդակցել։ Viber-ով եմ գրվել, հա։ Դուք ինչքան եք ուզում վարկ վերցնել իրանցից։ $10,000։ Հա, դրա համար ձեզանից ուզեցին։ Ասենք ոչ խաբեության նպատակով, էլի այնքան որ եթե մարդը կարա $10,000 փող տա, հասարակ լոգիկա է, էլի եթե կարա տա, ստե կարա ստանես $8 դնես բանի տակ, ավան դնես, ասենք իրանց փողն էլ հետ տաս մի բան էլ մնա քեզ օրինակ ձևի համար։ Հա, իսկ կարող է հիշեք որ խմբում եք տեսել ու ով էր դրա այդ կոմենտը։ Mars Կենտրոն սայթում բան գրուպայում։ Mars Կենտրոն գրուպա։ Հիմա էլ են դնում ախպերին, սա նա նյութերի տակը մեկը մտնում դնում է, բայց նյութերի տակը կոմենտները որ կարդում ես մեկը կա կինա, ինքը անդադ այդ բանը գրում է, ես էլ տակը մի երկու հատ կոմենտ գրած կլեմ, որ մի հատ տվյալ ասենք, մի բան ասենք կապնավենք ձեր հետ, բայց դե պատասխան չի եղել էլի։ Կարող է անունը այդ կնաչ Կարինե Հովանեսյանը։ Անուշ։ Անուշ Հովանեսյան։ Հա, մենք իրան տեսել ենք։ Եվ ինչ ասում։ Դե չենք խոսել, էլի, տեսել նկատի ունեմ Facebook-ի բայց սկսենք իրանից էլի։ Հա։ Ասենք ուզում եք հետքի վրա դուրս գանք, հենց պիտի սկսենք իրանից։ Ես սկզբում նշեցի, որ երբ նոր ես տեսնում այս մարդկանց մեկնաբանություններ թողնող մարդկանց Facebook-յան էջերը, որևէ կասկածելի կամ տարօրինակ բան չի թվում, սովորական Facebook-յան էջեր են, բայց մենք բնականաբար փորձում ենք հասկանալ, թե ինչու են այս մարդիկ մեկնաբանությունները տարածում, սկզբից մտածում ենք, որ ինչ-որ գովազդային արշավ է եւ այդ մարդիկ գովազդը տարածելու համար, մեկնաբանությունները տարածելու համար գումար են ստանում, հետո համոզվեցինք, հասկացանք, որ այդպես չէ։ Մենք նաև գտանք մեկնաբանությունները տարածող նույն օգտատիրոջ մի քանի հաշիվ եւ դրանց բոլորին գրեցինք, փորձում ենք հասկանալ, հարցնել, թե ինչպես կարելի է այդ վարկը ստանալ, քանի որ մեկնաբանություններում նրանք գրել են, որ լավ պայմաններով ստացել են եւ գոհ են, եւ դրանց բոլորին գրեցինք նամակներ եւ դրանցից մեկից ստացանք պատասխան։ Պարզվեց, որ այն հաշիվը, որով որ մեկնաբանություն է տարածվում, կոտրած հաշիվ է։ Այդ կինը մեզ ասաց, որ նա նույնպես փորձել է վարկ ստանալ Գազդեն բանկի միջոցով, նրան ուղարկել են հղում, այդ հղումով նա մտել է, լրացրել է իր Facebook-յան լոգինը եւ գաղտնաբառը եւ իր էջը, իր հին էջը իր ձեռքից, այսպես ասած, գողացել են կամ կոտրել են եւ նա այլևս մուտք չունի այդ էջ, դրա համար նոր էջ է բացել։ Իրականում մենք այսպեսի կասկած ունենք, որովհետև այն էջերը, որոնցով որ մեկնաբանություններ են տարածվում, իրենց գրառումները շատ հին էին, ասենք մի քանի 2-3 ամսվա գրառումներ էին։ Քանի որ այդ մեկնաբանությունները տարածող հաշիվները շատ են, մենք բոլորին գրել ենք եւ մեզ մոտ ստացվեց նաեւ գտնել այդ հաշիվներից մեկի էլի իրական տիրոջը, որը որ պատմեց, որ էլի նույն ձև իր էջը կոտրել են, այսինքն երբ որ մտնում ես իր էջ, տեսնում ես սովորական էջը իր նկարներով եւ երկրորդ էջը, որը որ ակտիվ է, այդ երկրորդ էջի հետ խոսեցինք, նա մեզ ասաց, որ նա նույնպես փորձել է վարկ ստանալ, իրեն էլ են հղում ուղարկել, ինքը լրացրել էր տվյալները եւ հաշիվը ձեռքից էլի գողացել են, այսինքն սա մի աշխատելավոճ է, ինչ որ սխեմա են մտածել, որի միջոցով որ իրենք գողանում են մարդկանց հաշիվները եւ այդ մարդկանց հաշիվներով մեկնաբանություններ են թողնում տարբեր խմբերում։ Դա իմ սայթն է եղել նախկինում, իմ սայթը կոտրել է։ Հա, իսկ վաղուց են կոտրել։ Մի 4-5 ամիս կամնի։ Հա, բանը, մենք ուղղակի միշտ տեսնում ենք, որ այդ account-ով բանա Չէ, ես ծանոթներին, իմ ընկերներին, ովքեր ու Facebook-ում իմ ընկերներն են եղել, բոլորին ասել եմ, որ իրեն պաժալովացան այդ սայթը փակել։ Հա, այսինքն դուք դրա հետ կապ չունեք։ Չէ, ես ուրիշ սայթով եմ, իմ սայթը, որ իրեն կոտրեցին, մի անգամից իմ այդ պարոլը բանը լրիվ իրեն փոխեցին, ես էլ չեմ կարողանում մտնել։ Հա։ Դրա համար ես բոլոր իմ ծանոթներին խնդրել եմ, account-ով չի գրում։ Պաժալովացան, որ այդ սայթը փակեն։ Որտեղ հիմար բաներ են գնում, չգիտեմ ինչ ռեկլամներ են անում։ Հա, իսկ չգիտեք ով է կոտրել, ինչ որ կասկածներ ունեք։ Չէ, չեմ կարող ասել։ Դա ինչ որ բանկային այդ գազམ་ակերպություն է իբր։ Ինձ էլ որպես վարկային գազམ་ակերպություն այդպես ներկայացան։ Հա։ Այնա ես ասեցի, որ այսքան գումար կցանկանան վերցնել, ասեցի, հա, այսքան ժամանակով կտրամադրենք։ Հետո Facebook-ից իրանք լոգինը ուզեցին։
Հա։ Լոգինը ես միջև ուղարկեմ, իրենք արդեն parole-ը կոտրեցին, մտան ու իրանց բանով փոխեցին։ Հա, ձեր account-ը փոխեց։ Էլի այդ նույն կազդենն էր, հա, ինչքան հասկանում եմ։ Հա, այդ բանկային ֆրանսիական կազմակերպությունն է։ կազդեն։ Հա, ասես ես չեմ ուզում որ փոխից ուղիղ դες այդ կապի մեջ մտնեք Facebook-ով։ Հա։ Դες է լոգինը սպորտրեցի, սապուշները կոտրեցին ու մտան։ Հասկացա։ Նույնիսկ մի կինես անգե ասես գումար են նստել, ասել եմ ինչ գումար։ Հա։ Ասել է բա ինձանից ես իրենցից գումար եմ ուզել, ասեցին կլորի գումարը սարքելու համար 140,000, ես ինչ հաշվի համարի վրա փոխանցեք։ Սա հիմարի նման գնացեք ու փոխանցել էր։ Ով է տեսա բանկ վերցին ասել կլորի գումարը դուք այսքան գումար ուղարկիք մենք դες փոխանցենք։ Հա, իսկ այդ դուք տեղակ չեք, այդ հաշվի համարը որ տվել են այդ կինը ինչ որ բան ձեռնարկել է։ Դες այդ կնոջ ասեցի, ասի ընթացք տվեք, գնացեք դիմեք ոստիկանություն, ԱԱԾ-ին դիմեք, որ սես հաշվի համարի վրա դուք գումար եք փոխանցել։ Թող իրենք հետաքրքրվեն, դա ու մնային ինչ է։ Իսկ որտեղից եք իմացել այդ բանի մասին, էլի տենց Facebook-ները։ Facebook-ով։ Հա, էլի տենց գովազդ եք տեսել։ Հա։ Հա, հավանուս ջան։ Դե լավ, մերսի ձեզ շատ։ Ելնելով մեր լրագրողական փորձից մենք արդեն հասկացել էինք, որ սա խաբեություն է, բայց քանի որ բանկը ֆրանսիական է եւ մեզ տեղեկացրել էին, որ իրենց հետ կարող են կապվել եւ խոսել ֆրանսերեն, մենք դիմեցինք մեր փոխխմբագրին, ով լավ գիտի ֆրանսերեն եւ խնդրեցինք կապ հաստատել նրանց հետ։ Սկզբից մենք զանգահարում էինք, սակայն մեր զանգերին այդպես էլ չէին պատասխանում եւ միայն հստակ օր ու ժամ պայմանավորվելուց հետո մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ։ Comment t'appelez-vous? Quel détail vous voulez voir? Quels sont les détails que vous voulez voir? Je suis intéressée de votre projet de crédit. J'aimerais savoir comment je peux avoir un crédit, quelles sont les conditions. Փորձեցինք հասկանալ, թե ում հետ ենք խոսում, սակայն նա չներկայացավ։ Այնուհետև ուզում էինք հասկանալ, արդյոք Հայաստանում ունեն մասնաճյուղ թե ոչ։ Պատասխանը բացասական էր։ Մեզ համար կարևոր էր հասկանալ նաև արդյոք իրենք լիցենզիա ունեն թե ոչ։ Իրենք մեզ պատասխանեցին, որ դիմել են Հայաստանի ֆինանսների նախարարությանը լիցենզիա ստանալու եւ Հայաստանում գործունեություն ծավալելու համար, սակայն ֆինանսների նախարարությունը նրանց մերժել է, պատճառաբանելով, որ հայաստանյան բանկերի տոկոսները շատ ավելի մեծ են, քան իրենց առաջարկածը։ Որոշեցինք դիմել նաև ֆինանսների նախարարություն, այնտեղից մեզ պատասխանեցին, որ Կազդեն բանկը երբևէ չի դիմել ֆինանսների նախարարությանը Հայաստանում գործունեություն ծավալելու համար եւ չունի լիցենզիա։ Մենք նշեցինք, որ ունենք ծանոթ, ով կկարողանա այցելել բանկ եւ տեղում ծանոթանալ պայմաններին, սակայն մեր զրուցակիցը ասաց, որ իրենք վարկեր տրամադրում են միայն on-line տարբերակով եւ բանկ այցելելու կարիք չկա։ Քանի որ մինչև վարկը ստանալը անհրաժեշտ էր որոշակի վճարումներ անել, մենք հարցրինք, թե ինչպես պետք է գումարը փոխանցենք, մեզ ասացին, որ իրենք հաշվեհամար կտրամադրեն մեզ, փորձեցինք ճշտել նաև, թե ինչ հաշվեհամար է, ինչ բանկ է, սակայն մեզ այդպես էլ տեղեկություն չտրամադրեցին։ Չնայած մեզ համար ամեն ինչ հստակ էր, սակայն մենք որոշեցինք դիմել Կազդեն բանկին, ներկայացանք, որ հետաքննող լրագրողներ ենք եւ որ Հայաստանից ենք իրենց գրում, հետաքրքրվեցինք, արդյոք իրենք տեղյակ են, որ Հայաստանում on-line Viber-ի միջոցով վարկեր են տրամադրում իրենց անունից։ Մի քանի օր անց ստացանք պատասխան, որ Կազդեն բանկը վարկեր տրամադրում է միայն Ֆրանսիայի քաղծառայողներին եւ իրենք որևէ կերպ on-line Viber-ով վարկեր չեն տրամադրում։ Մենք մտածում ենք, որ այս խաբեության զոհեր կարող են լինել եւ օգտատերից մեկը ում հետ որ շփվել ենք, ով որ նույնպես փորձել էր վարկ ստանալ, մեզ ուղարկեց կիսաբաց լուսամուտների հաղորդման հղումը, որը որ մենք դիտեցինք։ Հաղորդումը սպիտակից մի կնոջ մասին էր, որը որ բավականին շատ գումար էր փոխանցել այս վարկը ստանալու համար։ Նա պատմում էր, որ անընդհատ իրենից գումարներ էին ուզում, մի անգամ պատճառաբանելով, որ պայմանագրի վճարումներ են, մյուս անգամ ուրիշ բան պատճառաբանելով եւ այսպես նա գրեթե $5,000 փոխանցումներ է արել տարբեր բանկային հաշիվների տարբեր երկրներում, օրինակ Մալիում, աֆրիկական այլ երկրներում եւ այսպես նրան անընդհատ խաբել են եւ կիսաբաց լուսամուտներում նա պատմում էր դրա մասին։ Բացի դրանից նա շատ կարեւոր բան ասաց, որ երբ որ նրա մոտ կասկածներ առաջանում, արդյոք սա խաբեություն է թե չէ, նրան փոխանցել էին հայկական
համար, որին որ նա զանգել էր եւ զրուցել էր մի կնոջ հետ, որը որ նրան ասել էր, որ նա ստացել է այդպես է ձևը, պետք է բոլոր վճարումները կատարել, հետո նոր բանկը կտրամադրի վարկը։ Այսինքն այդ կինը վստահեցրել էր, որ ամեն ինչ կարգին է։ Այդ կինն էլ էր որոշակի գումար փոխանցել եւ երբ որ հասկացել էր, որ սա խաբեություն է, իր գումարը հետ էր պահանջել, նրան ասել էին, որ գումարը հետ ստանալու համար պիտի իր համարը տան այլ մարդկանց եւ եթե նրանք զանգեն իրեն, նա պիտի ասի, որ գումարը իրականում ստացել է, վարկը կարգին է, ամեն ինչ նորմալ է եւ հենց այդպես էլ եղել էր։ Բարձվում է, որ քրեական գործ կա հարուցած այս ամենի վերաբերյալ Սպիտակում մենք դիմացինք քննչական կոմիտե հասկանալու համար թե ինչ փուլում է քրեական գործը, այդտեղից մեզ ասացին, որ քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ չկա մեղադրյալ կողմ, այսինքն մեղադրյալ կողմը անհայտ է։ Այդ կոտրած էջերով այսօր էլ շարունակում են մեկնաբանություններ թողնել եւ մոլորեցնել մարդկանց, ստացվում է, որ հարուցվել է քրեական գործ, սակայն իրավապահ մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել, թե ով կամ ովքեր են կանգնած այս խաբեության հետևում։ Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որ եթե նույնիսկ ձեզ խաբել են, ձեզ ոչ ոք չի կարող օգնել, նույնիսկ իրավապահ մարմինները։ Դրա համար մենք հորդորում ենք լինել ուշադիր, երբեք չուղարկել ձեր անձնական եւ բանկային տվյալները Viber-ով ինչ-որ վարկեր խոստացող խմբերին, նաեւ պետք է միշտ հիշել, որ որևէ լուրջ բանկ Viber-ով, on-line տարբերակով վարկեր ձեզ չի տրամադրի։ Շնորհակալություն դիտելու համար, հետևեք մեր սոցիալական ցանցերին, մինչ նոր թողարկում։ Հաջողություն։